Ամերիկյան կոնգրեսում Ադրբեջանի վերաբերյալ լսումները Բաքվում առաջացրել են հակաամերիկյան տրամադրությունների ալիք։ Մամուլը հեղեղված է հակաամերիկյան հրապարակումներով։ Մարդու իրավունքների բնագավառում մասնագիտացված հանձնաժողովի լսումներին մասնակցող կոնգրեսականները դեռ անցած տարի շրջանառության մեջ են դրել Բաքվի իշխանության դեմ պատժամիջոցներ ենթադրող օրինագիծ։ Օրինագիծը նախատեսում է արգելել Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների մուտքը Միացյալ Նահանգներ։ Դրանով մենք պատժամիջոցներ ենք սահմանում մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների դեմ։ Ադրբեջանի իշխանությունը արտգործնախարարության ու նախագահի աշխատակազմի մակարդակով մի քանի անգամ օրինագծի համար մեղադրել է հայերին, չնայած փաստաթուղթը վերաբերում է միմիայն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։ Ցանկանում եմ հերքել խելացնոր մեղադրանքները, թե օրինագծի հետևում կանգնած են հայերը։ Հայկական համայնքը այդ մասին իմացել է նախագծի վերաբերյալ մամուլի հաղորդագրության հրապարակումից հետո միայն։ Փաստաթուղթը ենթադրում է նաև վերանայել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը և արգելափակել ադրբեջանցի պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին պատկանող ամերիկյան ակտիվները։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։